Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանումները դեռ շարունակվում են, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին, որոնք լի են լինելու անակնկալներով, ինտրիգներով ու նոր գաղտնիքների բացահայտումներով։ Հեռուստադիտողներն արդեն տեսան, թե ինչպես Լիլիթը կռվի ժամանակ կորցրեց ինքնատիրապետումը, հրեց հորը Բագրատին, ով ընկավ գլուխը հարվածելով քարին ու մահացավ։ Բնականաբար այս ամենն անհետևանք չէր կարող մնալ, Լիլիթը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, բայց միևնույն է, չի դադարում մեղադրել քրոջը Աննային։ Անեթը, ով տանջվել է հենց Բագրատի թեթև ձեռքով, տառապում է եղբոր կորստից, նա խնդրում է, որ Բագրատն աչքերը բացի ու չհեռանա, բայց Բագրատը մահացել է։ Բնականաբար, հեռուստասերիալի ավարտին բոլոր բացասական կերպարները պետք է տային իրենց պատասխանը։ Բագրատն արդեն տվեց պատասխանը, սպանվեց իր դստեր ձեռքով, ում ամբողջ կյանքով պաշտպանել ու արել էր ամեն ինչ, որպեսզի Լիլիթի համար կյանքը լավ լինի, բայց Աննային երբեք չպաշտպանեց։ Եվ առաջին անգամ, երբ փորձեց պաշտպանել Աննային, դա ծանր նստեց նրա վրա։ Լիլիթը բնականաբար չէր կարող դա թույլ տալ, եւ այդ պատճառով էլ Բագրատը մահացավ։ Լիլիթը ծանր վիճակում է։ Նա մեղադրում է Աննային, որ խլեց իրենից միակ պաշտպանին, բայց բոլորս էլ գիտենք, որ Աննան որևէ բանում մեղավոր չէ։ Առաջին անգամ Աննան Բագրատին ասեց այն, ինչ մտածում էր իր մասին, հավանաբար զգալով, որ դա իր վերջին հնարավորությունն է իր սրտում կուտակվածը ուղղակի դուրս անելու։ Չնայած որ Բագրատը երբեք էլ Աննայի հանդեպ լավ չի վարվել, ավելին ստիպողաբար ամուսնացրել է Միքայելի հետ եւ միշտ էլ փորձել է ինչ-որ բան խլել Աննայից, միևնույն է նա տառապում է, քանի որ մահացել է իր հայրը։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու ու միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի առաջին տեղեկությունները նոր տեսանյութերի մասին ստանաք հենց դուք։ Բայց բարեբախտաբար այս անգամ Լիլիթի խոստովանությունը լսում է որդին Արամը։ Սա նրա համար շոկ է, քանի որ նա չէր կարող պատկերացնել, որ մայրը ընդունակ է նման բանի, որ կարող է ձեռք բարձրացնել հոր վրա։ Սա Լիլիթի համար ամենամեծ տանջանքն է, նա հայրասպան է եւ ոչ միայն սպանել է Բագրատին, այլ նաեւ իր կեսրոջը։ Եվ այս բացահայտումները սպասվում են շատ շուտով ու Լիլիթը պետք է պատասխան տա իր արածների համար։ Նա արտասվում է, բայց միևնույն է, չարությունը նրա ներսից դուրս չի գալիս, նա որոշում է իր քայլերին դիմել։ Բագրատի թաղման արարողության ժամանակ նա գերեզմանատուն է գնում զենքով։ Զենքը ձեռքին, որոշում է, որ այս ամենում Աննան է մեղավոր ու կրակում է նրա վրա։ Աննան հայտնվում է հիվանդանոցում, կմահանա թե ոչ ցույց կտա ժամանակը, բայց հեռուստադիտողները կարծում են, որ Աննան լինելով գլխավոր հերոս, սցենարիստը չի կարող նման որոշում կայացնել նրա համար։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնարավոր է Ստեփան Ղամբարյանը մեկնել է երկրից եւ այլևս չմասնակցի նկարահանումներին, արդյոք ավարտվել են նրա մասնակցությամբ տեսարանները, թե ոչ, դեռ հայտնի չէ։ Մեկ բան է հայտնի, որ հեռուստասերիալի հետագա սերիալները լինելու են էլ ավելի հուզիչ, էլ ավելի ինտրիգային ու դիտարժան։ Այս սերիայում երևաց, որ արդեն Սեմը վերադարձել է։ Եվ պարզ է դառնում, որ Հենրին վերադառնում է Հայաստան։ Անգելինային Հենրիի օգնությունն է պետք ու նա ամեն ինչ անում է, որպեսզի գա ու Անգելինայի կողքին լինի, հասկանալով, որ Անգելինան այժմ պետք է ապահով լինի, ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆիզիկապես, հասկանալով, որ Լիլիթն ամեն ինչի ընդունակ է։ Սեմն ով վերադարձել է քրոջ մոտ, քրոջը զգուշացնում է, որ պետք է շատ զգույշ լինի կեսրոջից Լիլիթից, որովհետև նա շատ վտանգավոր է, եթե նա վնասում է աջ ու ձախ բոլորին, ապա հաստատ
իրեն էլ կվնասի։ Իհարկե Մերին հասկանում է, որ Լիլիթն ընդունակ չէ իրեն վնասելու, նա փորձում է իր ամուսնու ու Արամի կողքին լինել, բայց բոլորն էլ հասկանում են, որ Լիլիթն ընդունակ է ամեն ինչի, եթե մի մարդ սպանում է հորը, ապա չի կարող մյուսներին ևս ցավ չպատճառել։ Դե ինչ եք կարծում, ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, նշենք, որ Աննան հայտնվում է հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում։ Կհաջողվի փրկել նրա կյանքը, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Եթե ցանկանում եք տեղեկություն ստանալ Աննայի վիճակի մասին, ապա բաժանորդագրվեք մեր ալիքին, հաջորդ տեսանյութերից մեկում կպատմենք, թե ինչ է տեղի ունեցել հետագա սերիաներում։ Մնացեք մեզ հետ, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, կիսվեք եւ իհարկե տեսանյութի մեկնաբանություններ դաշտում գրեք, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանինն եք ամենաշատը հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ մենք ձեզ համար կպատրաստենք հետաքրքիր անակնկալներ։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին։